Սիրելի հետևորդներ, այս անգամ մեր ճանապարհը բերեց եւ հասցրեց սահմանամերձ Եղվարդ գյուղ։ Գյուղ, որը լի է պատմական հիշողություններով եւ իհարկե դարերի պատմությամբ։ Դե ինչ սիրելի բարեկամներ, մենք գնում ենք բացահայտելու գյուղը, իսկ դուք մնում եք այդտեղ եւ բաժանորդագրվում մեր էջին։ Գնացինք։ Այժմ մենք գտնվում ենք Եղվարդի Սուրբ Աստվածածին վանքի տարածքում։ Ամենուրեք տապանաքարեր են, որոնք հիշեցնում են, թե այս կառույցը որքան հին է։ Եղվարդ գյուղի 1700 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցին կանգուն է։ Եղվարդի մոտ են գտնվում Սպիտակ Աղբյուրի խաչ եկեղեցին, 10-ից 19-րդ դարերի խաչքարերով գերեզմանոց։ Պատմի Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Եղվարդը որպես աղախորդ անվամբ։ Այն մտնում էր Սյունյաց Քաշունիկ գավառի մեջ։ Գյուղից 9 կիլոմետր արևելք 1725 թվականին տեղի է ունեցել ճակատամարտ Թորոս իշխանի հրամանատարությամբ գործող Դավիթ բեկի ջոկատներից մեկի և Ֆաթալի խանի զորքերի միջև։ Թորոս իշխանը զոհվել է, նրա գերեզմանը գտնվում է Եղվարդ գյուղում։ Որպես ապստամբ գյուղ 1729-ից 30 թվականները Իրանի շահի հրամանով ավերվել է, իսկ բնակիչները աքսորվել են Պարսկաստան, Ղարադաղի Վանա գյուղ։ Մեկ դար անց Թուրքմենչայի 1828 թվականի պայմանագրի հիման վրա 2 տարի անց եղվարդցիները թվով 54 ընտանիք վերադարձել են գյուղ։ Եկեղեցին կառուցված է կոպտատաշ կրաքարից։ Պատերի շարվածքում օգտագործել է նաև եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցի տապանաքարերի ու խաչքարերի մի մասը։ Ծիծեռնակը բույն էր շինում, և շինում էր, և երգում։ Ամեն մի շյուղ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում։ Մեկ անգամ էր նա բույն շինել և շատ անգամ կարկատել։ Բայց այս անգամ վերադարձին բույնն ավերակ էր գտել։ Բայց նա լալիս է դու սոխանիրա իմ որդին ճուզե իրացու դառնա բայց նա լալիս է դու սոխակ մի Իմ որդին ճուզե Որպես լքված թավջութակի ձգված մի լար, դողում է սիրտս կարոտով մի ահարկու, կարոտներից գագաթն է այն, վերջին քնար, մի պիրկ պարան ու եկնուղեշ փայտեր երկու։ Երթամ հիմա, ու կարոտով անմխիթար իմ երգիչի երազներով ու հրերով, անհրապույր իմ օրերի երգով մթար ու նայիրյան իմ երազի վերջին սիրով։ Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի, իմ բորբ երկիր, լուսապսակ քո ապագան։ Ահա փոքրիկ Վազգենը, նայեք նրան, իհարկե հասկանում ենք, որ հենց իր ծնունդով կյանքը շարունակվում է Եղվարդում։
Սիրելի հետևորդներ, այժմ ծանոթանանք 63 տարվա բնակիչ, 40 տարվա հարս այդ գյուղում։ հարս, հիմա կծանոթանանք, կհասկանանք ովքեր են ձեր անունները։ Իմ անունս Վիկտորիա է, ամուսնուս անունը Վազգենա, ունեմ 4 երեխա, 8 թոռ։ Արի։ Աղջիկներս կապանում են ամուսնացած։ Ինչով եք զբաղվում գյուղում։ Մենք հիմա 80 հատ այծ ունենք։ Այծը պահում։ Այծաբուծությամբ, այսինքն միսը վաճառում եք կաթ, պանիր, հա։ Չեմ կարողանում առաքել կաթը պանիր, այս մոմենտը 200 կիլո պանիր ունեմ, բայց չեմ կարողանում Ինչի համար խնդիրը։ Հա, խնդիրը նա որ ոչ մի տեղ կարում չէ, մզոնիկ մեքենան։ Անցած տարի գրեցամ ծախին, բայց այս տար հալավոր չէ։ Թե սահմանամերձ եք դարձել տարբերություն կա նախկինում կյանքը ու հիմա։ Վախ է։ Չաչարմուքավ ապրավոք։ Չէ, վախը չկա, ես չեմ վախեն։ 4 պատերազմն է, ես 4 պատերազմավաց տարածվող մի անգամ փոխում։ 44 օրվա պատերազմի ժամանակ ճաշարանում աշխատալով 2 ամիս։ Սկզբից գյուղի ժողովրդի օգնությամբ, հետո արդեն պետությունը սննդաղար կավա մոքրա։ Վիկտորիա, այսպեսի մի բան կա պատմության մեջ, որ այս գյուղը 4 հերոսացին մայր է տվել ժամանակին։ Այդ կանանց մասն էլ գրված է դիտարկեք այդ։ Դե մեկը վսկանաց Աշավույսնավը 11 խոխալ է։ Այ իրանց շատ էլ եք ունեին։ Աղուկա։ Վարսենիկը Արարատ իր տղան գյուղապետը աշխատած մա գյուղում։ Իր քնայելի մած ընտանիք։ Հարությունյան Սամսոնը։ Բանը քելա։ 11 երեխաներանք են 10 Ասելեց տատիկը չէ։ Ահա տատիկը։ Հաճելի է, որ գյուղերում կան վերանորոգված շինություններ, որոնք շահարկվում են։ Օրինակ Հացատան այս շենքը, որը իհարկե վերանորոգվել է համայնքապետարանի կողմից։ Իմ բախտին երար Յանարաքս թե երկիր կարոտնի Դու իմ մատերի Այս երկը երկեցի, քանի որ իմ հետևում է գտնվում Արաքս գետը Ինչու այդ իմատն է? Սա աղբյուրի ակունքն է, բայց կարծես թե աղբյուր չէ, այլ մի սրբավայր։ Ու երևաց հետո քարե խոնար մի գյուղ, գյուղի շուրթին ծուխ կար, թեթև ու նուրբ մի ծուխ, որ բարձրանում էր վեր ու կապույտով ներկում, կապույտները վերին։ Ես նայեցի հանկարծ քո աչքերին։ Խոնավ էին նրանք, որդիաբար խոնար։ Խոնար էին այնպես էին խոնավ, որ այդպիսի աչքեր չէի տեսել բնավ։ Ուր են տանում, չգիտեմ, արահետներն այս քարոտ, պարդիներն այս արծաթե ուր են այսպես հեռանում։ Այնտեղ շրջում է անվերջ թափառական մի կարոտ, ծխանի հոտ, հացի հոտ, ուրցի հոտ է որանում։ Եղվարցիները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Օրդ բարի Եղվարդ! Գտնվում ենք գյուղի հենց կենտրոնում, գյուղապետարանում։
հենց այստեղ, այս հսկայական շինության մեջ տեղի են ունենում կարևոր իրադարձությունները կապված հենց գյուղի հետ եւ իհարկե քննարկվում են հետագա ու ներկա անելիքները։ Սա հայրենական մեծ պատերազմի հուշագոտողն է, որի վրա փորագրված է Հավերժ Փարք հայրենական պատերազմում զոհված եղվարցիներին 1941-1945 Տարբերվող հուշակոթողներ եւ հերոսների անուններ, որոնք զետեղված են այս քարին։ Անդրեասյան Գոր Ռոբերտի, ով զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հավերժ Փարք ես, մեր հայ հերոս։ Կյանքս հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս ինձ, սերս մայրերին։ Գոր Ռոբերտի Անդրեասյան։ Ունեք Քնի միրոնցի եկար։ Այստեղ կարող ենք ասել, որ գյուղի ամենահին կշերքն է։ Տենան քանի կիլո ենք։ 26 Գյուղ մտնելուն պես հարցուփորձ էինք անում եղվարցիներին, թե ում հետ կարող ենք գեղեցիկ զրույց ունենալ։ Բոլորը միահամուռ ասում էին մեկ անուն՝ Տիկին Նվարդի, եւ թե ինչու Տիկին Նվարդ, հենց հիմա կհասկանանք։ Ինքն սիրուն գինս Նվարդի։ Սիրուշտան մեսիրուն, ատին դերացում, կարմչու։ Սիրելի հետևորդներ, ծանոթացել ենք գյուղի տարեցներից մեկի հետ, Նվարդ տատիկի, ով ինչպես տեսնում եք իր արտաքին տեսքով փայլում է։ Նվարդ տատի գիտեմ, որ այստեղ եք ծնվել, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։ Ինչ հիշողություններ ունեք մանկությունից մինչ այսօր, որ գյուղի հետ է կապված ու տպավորվել է։ Ջանա գյուղի հետ կապված Չարմկարի մասնելի ես պատերազմի մասնակից։ Հարաբաղյան պատերազմի մասնակից։ Դիրեկտորի ծառայա։ Իհարկե դակումներ ունի։ Նախարարության կողմից վայր կոմատի։ Դե ինչ մոնում երիտասարդներն էլ բոլորի շնորհակալ շատ ամբողջ գյուղացիներին, իր ճանաչողներին։ Նվարդ տատի իսկ ում հետ եք այստեղ ապրում։ Այստեղ հիմա այս րոպեում լինակում, բայց երեխաներս կապանում են, կյամ են քնում, ոստեղ ալվում են թորնիկներ։ Թորնիկներս կյամ են քնում։ Իսկ լինելով սահմանամերձ գյուղ, վտանգ, վախեր, ինչ որ բան կա։ Դե ծառայող կվախի, որ պատերազմի մասնակից չեմ վախենում։ Իսկ ինչով եք զբաղվում։ Տեսնում եմ, որ ուժ երանդը կա ձեր մեջ։ Էսա եղած էսա։ Հա, ինչ է։ Արա տարածքուն եք, բայց դեպիչակի չմելի է։ Հողագործություն եք անում թե։ Էս եղած հողագործություն սա է։ 400 կուլան։ Դե հիմա եղածը 13 հատ կուլ։ Բա թուրք բեր են դրել ձորինի կողմը, թուրք են կողմը, մեկ էլ էս կողմը։ Ագրժի տրած ես երիտասարդներին, հələ մալադից գյուղի երիտասարդները։ Բոլորը գնում են Սիսյան, Ծավ, ինչիմանամ, տարբեր տեղ մեղրի գնում են Եթե աշխատել։ կախարդական փայտիկ տային, ինչ կանեի գյուղի համար։ Ես գյուղի համար կանի որ լավինի, ավելի ուրախն եմ, դե ուրախալ է, եղվածը ուրախա։ Եղված երևի շրջանի միակ գյուղն է։ Դե ինչ ասեմ։ Հիմա դուք ինչի կարիք ունեք ավելի Ոչ մի բանի։ Լավ երեխաներ ունեմ, թորնիկներ ունեմ, լավ շրջապատ ունեմ։ Շատ իրենց էր հանդեպ։ Ես բոլորին եմ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ ասել, որ ամբողջ գյուղը միանվագ խորհուրդ տվեց, որ անպայման ձեզ հետ մենք զրույց ունենանք, որովհետև ասեցի Նվարդ տատին այնքան բան կպատմի։ Սա հավաստիացնում է այն մասին, որ դուք շատ սիրելի գյուղացի եք այս գյուղի համար ու Որպես հայուհի, ես կյանքս նվիրել եմ գյուղին։ շտկեցեք։ Հա, Ու գյուղին։ մեծ խոնարհում ձեր նվիրվածության համար։ Մեծ խոնարհում։ Լույսը վառել եմ ու պիտի վառեմ։ Վառեմ, մարեմ։ Վարվարե։ Մենք գտնվում ենք Նվարդ տատիկի պատշգամբում։ Այս գեղեցիկ ու յուրահատուկ հին պատշգամբում։ Պապա։ Դա
Եղվարդ։ Մենք քեզ սիրում ենք։ Տեսեք կրթադարակից պատահական լրիվ հանեցի Նարդոսի մեր թաղը գիրքը։ Մեր Եղվարդը, կարելի ասել։ Տեսնենք ով է մակագրել։ Էմմա Մնացականյանի գրքերի։ Դե ինչ, մենք ամփոփում ենք Եղվարդ գյուղի պատմությունը։ Իսկ դուք սիրելի եղվարցիներ, պարտավոր եք այն շարունակել։